Սամվել Կարապետյանը կարող էր ապրել հանգիստ կյանքով, բայց նա կդառնա վարչապետ, որպեսզի հայ ժողովուրդն ունենա հանգիստ կյանք եւ տնտեսական բարեկեցություն։ Ահա այսպես է գործում ուժեղ առաջնորդը, ասել է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում։ Այլընտրանք ունենալով ուղղակի հանգիստ կյանք ապրելու Սամվել Կարապետյանը որոշել է հանգիստ կյանք չապրի, մտնի սրատակ ու փորձի փոխել։ Ու փոխելու է, որովհետև այլն ուրիշ ուժ, եթե դուք տեսնում եք Ժորժ ջան, ասեք, ով կարար Հայաստան աներ աղքատությունից։ Որևէ մեկը չկա, որ տնտեսական անցյալ ունենա, այնպես որ տասնյակ հազարավոր մարդկանց հետ աշխատած լինի, իմանա ոնց է այդ աղքատությունը վերջը հաղթարվում։ Կարապետյանը աշխարհի տարբեր երկրներում նույն ճամփեն անցել է։ Նենց չի մի երկրում հաջողության հասել։ 3-4 երկրում ինքը ունի իր տնտեսական միավորները։ Հայ ազգը ընդհանրապես աշխարհի յուրաքանչյուր երկրում բոլոր ուղղություններով մի հատ հայ ազգանուն կա։ Ու մեր խոսքում մի անգամ մենք նշել ենք, վատ ապրում են հայերը մենակ Հայաստանում։ Դա նրանից է, որ համակարգը չենք կարողացել սարքել։ Կարապետյանը իր կյանքը ներդրում է Հայաստանի զարգացման համար։ Բոլոր ղեկավարները իշխանության գալուց հետո բոլորի հետ Կարապետյանը հանդիպել է եւ ասել է մի բան, որ իր հայրենիքին շարունակելու է աջակցել։ Հարյուրավոր միլիոններ ուղարկել է Հայաստան։ Վերջի 20 տարում ամենաշատ բարեգործական ծրագրեր արած անհատն է Հայաստանը։ Ինչա դա բերել մեր ժողովրդին։ Այդքան հարյուրավոր միլիոններ Հայաստան ուղարկվելուց, տասնյակ եւ հարյուրավոր միլիոններ Արցախի մեջ ներդրում անելուց հետո մենք տեսնում ենք, որ մի ստորագրությամբ մենք կորցնում ենք այն ինչ կա Արցախում, իսկ Հայաստանում աղքատության հարցը չի լուծվում։ Հայաստանում մարդկանց կյանքի որակական փոփոխություն չի լինում։ Կարապետյանը տեսնում է, որ այսքան անելուց հետո ոչ մի փոփոխություն ոչ թե չի լինում, այլ երկրի ղեկավարությունը այս ղեկավարությունը վերցնում է լրիվ ուրիշ ուղի, վերցնում է գլուխ կախելու ուղի, որի ծայրը չի երևում։ Հայաստանից դուրս, եթե դուք տեսնեք մեր տարածաշրջանի ազգերից յուրաքանչյուրին կտեսնեք, որ ամենալավը հայն է ապրում։ Դա ինչի՞ց է։ Ուղեղից աշխատասիրությունից, իսկ ինչու Հայաստանը տարածաշրջանի ամենաաղքատ ապրող երկիրն է։ Համակարգը տնտեսական գործիչ, տնտեսությունից հասկացող գործիչ չենք ունեցել մինչև հիմա։ Հիմա մեր առաջարկը վերջապես իսկան տարի հետո ամեն ինչ փորձել ենք։ Այս մեկը փորձենք։ Մարդ, ով փողի կարիք չունի, մարդ, ով արդեն հարուստ է գալիս։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է, ու ապագա